Մինչ մենք բողոքում ենք մեր կյանքից, եկեք մի պահ նայենք, թե ինչպես է ապրում աշխարհի մյուս մասը։ Աֆրիկայի որոշ շրջաններում երեխաները օրերով քայլում են միայն մի դույլ մաքուր ջուր բերելու համար։ Հնդկաստանի բազմաթիվ թաղամասերում մի ամբողջ ընտանիքներ ապրում են մի քանի քառակուսի մետր տարածքում, առանց տարրական հարմարությունների։ Աֆղանստանում և պատերազմ տեսած այլ երկրներում հազարավոր երեխաներ մանկություն չունեն, նրանց առօրյան դարձել է գոյատևումը։ Պակիստանի որոշ շրջաններում մարդկանց կյանքը խիստ սահմանափակվում է կրոնական և հասարակական կանոններով։ Շատ աղջիկներ պայքարում են կրթություն ստանալու իրավունքի համար և չունեն անձնական կյանք։ Օդը ահավոր աղտոտված է և քաղաքը կեղտի մեջ կորած։ Լատինական Ամերիկայի որոշ աղքատ համայնքներում մարդիկ ամեն օր պայքարում են ուտելու բան ունենալու համար։ Հիմա նայենք մեզ։ Այո, Հայաստանում էլ կան ընտանիքներ, ովքեր դժվար են ապրում։ Բայց եթե դու հիմա նայում ես այս տեսանյութը հեռախոսով, գլխիդ վրա ունես տանիք, մաքուր ջուր, հագուստ, ուրեմն դու միլիոնավոր մարդկանց համար երազանք ես։ Մենք սովորաբար չենք գնահատում այն, ինչ ունենք, որովհետև ամեն օր տեսնում ենք դա։ Մեզ համար սովորական թվացող բանը ուրիշի համար երազանք է։ Այսօր բողոքելուց առաջ մի պահ մտածիր. ինչ ունես դու, որի համար աշխարհի մեկ այլ անկյունում ինչ-որ մեկը ամեն օր աղոթում է։ Եթե հավանեցիր այս տեսանյութը, ապա պահիր այն, որպեսզի ամեն անգամ նայելով հիշես, թե դու ինչ լավ վիճակում ես գտնվում, և կիսվիր այն քո ընկերների հետ, որոնք մտածում են, որ երկիրը երկիր չի, և վերջում չմոռանաս հետևել ինձ, որ բաց չթողնես մյուս հետաքրքիր տեսանյութերը։